Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն է, ողջույն, պարոն Սեֆիլյան։ Տեսնում ենք սրընթաց զարգացումներ կան միջազգային հարաբերություններում եւ ընդհանրապես գլոբալ ճարտարապետության համակարգում վերջին զարգացումը իհարկե նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի ստեղծումն է, արդեն ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսում, թե Փաշինյանը, թե Ալիևը, թե շուրջ 17 այլ երկրների առաջնորդներ, արտգործնախարարներ սրան մասնակցել են։ Ես կանոնադրությունից փորձեմ մեջ բերել կառույցի հիմնական նպատակը կայունության խթանումն է, օրինական կառավարման վերականգնումը, տևական խաղաղության ապահովումը, կոնֆլիկտային գոտիներում։ Եկեք հասկանանք նախ ինչ գործ ունի Հայաստանը եւ Ադրբեջանը այս խորհրդում, խնդրեմ։ Առասարակ, ինչպես բոլորս նկատեցինք, այս դարի մուտք ենք գործել, ամեն օր դեղեցություն ենք ստանում աշխարհի տարբեր անկյուններում մեծ փոփոխությունների, վերիվայրումների, վստահաբար այս ընթացքը առնվազն առաջիկա ամիսներում շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Ձեր վերջի մատնացույց վայմարվածությանը, ստորագրությանը, նախ ասեմ, որ չենք հասցնում հետևել լուրերին, այնքան սրընթաց են գնում։ Անշուշտ այստեղ հետաքրքրական էր, թե ինչու Հայաստանի նման փոքր երկիրը պիտի առաջի 18-ում կամ առաջի 50-ի մեջ լիներ։ Ինչքան հետևում եմ, ինչքան գիտեմ, սկսելու համար 50 պետության են դիմել, առաջին նոր իմացած եզնից, որ 18-ը ստորագրել են։ Բնականաբար առնվազն կարող ենք ասել, որ այս տարածաշրջանը, այս տարածքը, որտեղ Հայաստանն է գտնվում, Ադրբեջանն է գտնվում, Վրաստանն է գտնվում, իրենց հետաքրքրում է։ Այսինքն առաջիկա զարգացումներին մենք ներգրաված ենք լինելու Միացյալ Նահանգների համար կարևորագույն փոփոխությունների գծի մեջ, այսպես ասած։ Միաժամանակ կարող եմ ասել, որ երբ դեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, մենք պատմությունից գիտենք, որ այդ փոփոխությունները անցնցում չեն լինում։ Հիմա այդ գործընթացն է։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս դարին այդպես ենք մուտք գործել, առավել եւս ասենք Թրամփի վերջի նախաձեռնությունները, վերջի առաջարկությունները, նաև այս նախաձեռնությունը, որը շատ մասնակիցներ գնահատում են դա որպես այլընտրանք մագի այլընտրանք մի այսպես ասած գործընթաց է սկսվում կարծես թե նույն ՆԱՏՕ-ի շրջանակներում մենք տեսնում ենք, որ ինչքան հեղեղուկ վիճակ է այնտեղ եւ որևէ ժամանակ կարող ենք լսել, որ այլևս կամ առնվազն Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ում չի, կարծում եմ հավանականությունը շատ մեծ է, որ Միացյալ Նահանգները ուշ թե շուտ ՆԱՏՕ-ից դուրս է գալու։ Ինչպես ասեցի, շատ վտանգավոր ժամանակներ են եւ այս ամենի համատեքստում ինչ տեղի ունենում է Իրանում, որը մեզ այնքան հետաքրքրում է եւ այնքան մտահոգ ենք, այդ ամենով ինչու՞ չէ միաժամանակ Սիրիայում եւ շատ լավ հասկանում ենք, որ Սիրիայում տեղի ունեցածը ուղղակի կապ ունի նաեւ Իրանի սկսված գործընթացի հետ։ Այսինքն այնտեղ ինչ տեղի ունեցավ, այնտեղ տեղի ունեցավ Իրանի ուրեմն երբ Իրանը ներս սկսվեց ժողովրդային փողոքի ալիքները եւ բավականին այսպես ասած դարածված ցանցային դրամապանությամբ Թուրքիան շատ մտահոգ թիրքերում հայտնվեց, իսկ երբ Իրանում քրդապնակ Իրանի Քուրդիստանը ասում են, Իրանի Քուրդիստանը կարելի է ասել Թեհրանի վերահսկողությունից դուրս եկավ, այդտեղ արդեն Թուրքիան շատ արագ կողմնորոշվեց եւ փորձեց կանխել այնինչ Իրանում կատարվեց քրդերի կողմից, նույնը կանխեց, փորձում է կանխել Սիրիայում։ Այսինքն այնինչ ականատեսն ենք վերջի մի շաբաթ 10 օրերին Սիրիայում ինչ է տեղի ունենում, դա հիմնականում Թուրքիայի նախաձեռնությամբ է, անշուշտ այստեղ Միացյալ Նահանգները նրանք են վերջո թույլտվություն տվող չափերի մեջ, բայց ինչպես մենք գիտենք, որևէ պատերազմ, որը սկսվում է, հետո այդ պատերազմը կառավարելը շատ բարդություններ է ունենում եւ ինչպես որ Սիրիայի
Սիրիայի դեպքում է դեղի ունեցել, այսինքն նախնական պայմանավորվածությունը եղել է ամերիկացիների կողմից, որ քրդերը պետք է մարտավարական նահանջ ապահովեին դեպի Եփրատից արևմուտք, ուրեմն ինչպես հաճախ լինում է, ասենք թուրքական կողմը, այս դեպքում Դամասկոսի իշխանությունները եւ իրենց ենթակա բանակը, որը մեծամասամբ դակավին չոգատներից է բաղկացած, որոնց մեծ մասի հսկողությունը Թուրքիո ներքո է գտնվում, նրանք խախտեցին պայմանավորվածությունը եւ շարունակեցին քրդերին ավելի դեպի խորքերը բարդատրել նահանջելու եւ ինչու՞ չէ նաեւ փորձեցին եւ փորձում են ամբողջությամբ զինաթափելու հասնել, որը նրանց դա վստահ եմ որ ցախողվել է։ Ինչ եմ ուզում ասել, ինչու բերեցի այս օրինակը, Սիրիայի օրինակը մասնավորապես քրդերի հետ կապված, ասենք մենք կորձ ունենք մի դարաձած շրջանում, որտեղ գոյություն ունի Թուրքիա, թուրքական կողմ, հա, Ադրբեջան, Թուրքիա եւ որևէ ռազմաքաղաքական աշխարհաքաղաքական վերիվայրումներից նրանք փորձելու են օգտվել։ Այս իմաստով շատ վտանգավոր ժամանակներ են գաբում եւ պիտի առնվազն մեղմ ասած ճիշտ պիտի լիներ Հայաստանեն ներս այն քաղաքական ուժերը, որոնք մտահոգ են եւ այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես գործող իշխանությունների ենթակայության ներքո չեն գտնվում, այդ քաղաքական ուժերը պետք է խելքի դան եւ այս ճգնաժամից եւ ավելի խոր սպասվելիք ճգնաժամից ոնց են կանխարգելելու, ինչպես են դիմավորելու առաջիկա ժամանակների ճգնաժամերը, պետք է միասնապար բանացև միասնապար գտնվի, այլ ոչ թե ինչպես այսօր տեսնում ենք, կարծես թե ամեն ինչ շատ լավ է, խաղաղ է ամեն ինչ աշխարհում եւ բոլորը անխնդիր պատրաստվում են այնպիսի ընտրությունների, որ գիտենք արդյունքը ինչ պիտի լինի։ Պետք է այնպիսի նաեւ ես չեմ ասում պետք է արհամարել ընտրությունները, բայց պետք է մինչ ընտրությունները այնպիսի այսպես ասած այնպիսի համախմբման, այնպիսի գերբ պետք է ընդունի քաղաքական այսպես ասած այլընտրանքային դաշտը, որը արդեն միջև ընտրությունները հավանաբար որոշիչ լինի այդ լայն համախմբումը։ Ես հավանաբար կանխելով ծեր մենք անպայման ընտրությունից մի քիչ առաջ գնացի։ Շատ լավ, մենք երկրորդ մասին դա կթողնենք, բայց եթե վերադառնանք այսպես ասած խաղաղության խորհրդին եւ ԱՄՆ-ի դերակատարմանը, Թրամփյան ԱՄՆ-ի դերակատարմանը մեր ռեգիոնում, հիմա մի քիչ բարդ է իհարկե կանխատեսումներ անել անգամ մեկ օրվա կտրվածքով, չէ՞, պարոն Սեֆիլյան, բայց դա գլոբալ մակարդակում իսկ մեր տարածաշրջանում արդյոք մենք գործ կունենանք գոնե մի քանի տարվա կայունության հետ հայ-ադրբեջանական պատերազմի բացառման հետ եթե նկատի առնենք որ ԱՄՆ-ն ոչ միայն հյուրընկալեց օգոստոսի 8-ին այդ հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրում, այլև այս խորհրդի կազմը հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանին եւ իհարկե Թրամփի ուղի են ստեղծում, որը կոնկրետ, եթե կարճ ձևակերպենք, տնտեսական շահ է ԱՄՆ-ի կողմից։ Ինչպես ես քիչ առաջ ասեցի, ինչպիսի վտանգավոր վիճակ է ստեղծվել եւ ինչպես տեսնում ենք Սիրիայում ամերիկացիների ներկայությամբ ներքո իսկ այնպիսի խախտումներ են տեղի ունենում ի վնաս տարբեր ժողովուրդների, այս դեպքում ի վնաս քրդերի։ Նույնը կարող է մեր մոտ տեղի ունենալ։ Երաշխիք չէ այսինքն այս ամեն ինչը։ Շատ լավ է, որ Միացյալ Նահանգները այս վերջի տարիներին շատ ակտիվ այստեղ քաղաքական ներկայությունը իրենց ցույց են տալիս եւ դրա շնորհիվ մենք վստահ ենք, որ Սյունիքը այսօր թշնամուն չի հաջողվել ռազմականորեն վերցնելու։ Դա ամերիկացիների շնորհքն է։ Սակայն միաժամանակ այս ժամանակներում, երբ Հայաստանում ապազգային իշխանություններ են, ապա որևէ քերդերության հետ պայմանավորվածությունները երբ գալիս է ապազգային իշխանության պես դու փորձում լեզու գտնել եւ ինչ-որ պայմանավորվածություններ ցեք բերել, բնականաբար այդ պայմանավորվածությունները մեծամասամբ մեր շահերի թեմա լինելու, ասեցի ինչ պատճառով, շնորհիվ գործող ապազգային եւ այս դեպքում գասեի թուրքայենթակա իշխանությունների։ Վգան նույնիսկ Թրիփի ուղին, հա, այս Թրամփի անվամբ ուղին, որ կա
շատ լավ է, որ ինչպես քիչ առաջ ասեցի, Միացյալ Նահանգները միջամտում են այստեղի ռազմաքաղաքական էսկասեի անցուդարձերին։ Ես միջայլոց եւ օգոստոս 8-ը եւ վերջերս որ տեղի ունեցավ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը, առաջնայինորեն այդ հանդիպումները եւ այդ հանդիպումներից բխած փաստաթուղթերը համարում եմ նրանց ազդեցությունը առաջնահերթորեն ռազմաքաղաքական նշանակություն ունի։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկանում են, որ կողմերին, Ադրբեջանին եւ Թուրքիային պիտի չհամարձակվեք ռազմականորեն Հայաստանի վրա որևէ գործողություն անել։ Բայց մենք տեսնում ենք, որ այո, ռազմականորեն չեն համարձակվում, սակայն ինչպիսի հարձակում կա այսօր թուրքական կողմից արդեն նոր չի, մի քանի տարի է Փաշինյանի գլխավորությամբ, թուրքական հանձնարարությամբ Փաշինյանի գլխավորությամբ, եւ մեր ինքնության հետ կապված խնդիրներին մենք ականատեսն ենք ինչպիսի հարձակում է տեղի ունելու, դրա գլխավոր նաեւ շոշափելի ապացույցներից մեկը մեր եկեղեցու դեմ արշավ սկսված արշավն է կամ նույն տնտեսական էքսպանսիան, եթե նկատեցիք օգոստոս 8-ից ամիսներ հետո նոր սկսվեց խոսվել ավելի ակտիվ թուրքական սահմանի բացման մասին, արդեն թուրքական կողմից սկսեցին դրական սիգնալներ հնչեցնել, որ այո պետք է բացել, կամ ավելի ուշ մենք արդեն ականատես եղանք Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների, Ռուսաստանից Ադրբեջանից խաղաղության ցուցիչ է։ Չէ, այս ամենը ես պետք է դիտարկել, այսինքն քանի որ Միացյալ Նահանգները թույլ չի տալիս թուրքական կողմին ռազմական էքսպանսիա իրականացնել, նրանք անցել են տնտեսական եւ ոչ միայն տնտեսական, ասեցինք նաեւ այլ ինչ ձևերով հարձակման։ Ինչ չէ, նաեւ ներքաղաքական, ասենք Հայաստանի քաղաքական դաշտի նաեւ մեծամասամբ վերցնելու խնդիր է դրված։ Գուզեմ ասել, այս ամեն ինչը պետք է նկատի ունենալ եւ ըստ այդմ պետք է կործել առաջիկա շաբաթներին, ամիսներին Հայաստանին ներս, ամփոփելով այս օրերի, այս սրընթաց փոփոխություններին, որ ականատես ենք մենք լինում աշխարհում մեկ, որը համոզված են, որ դա աշխարհագարքի փոփոխության ոչ թե շեմին են գտնում, արդեն գործընթացը սկսված է։ Որը ցնցումներով է։ Կարող եմ այսպես ամփոփել, ասելով, որ Միացյալ Նահանգների կողմից հստակ երևում է, որ որոշում առնված է կարգերի փոփոխության։ Սակայն դրա փոխարեն ինչ է ծնվելու, դա ոչ ոք չի կարող ասել։ Միջազգային իրավունքը ոչ ոք չի կարող ասի ինչ ներկա աշխարհակարգերին ինչպիսի կարգեր են փոխարինեն։ Մյուս կողմից էլ ուժը միշտ առաջնային չի եղել, պարոն Սեֆիլյան։ Մի բան էլ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգներին շատ լավ կամ ավելի ճիշտ Թրամփին նաև շատ լավ հաջողվում է քանդել աշխարհակարգը, բայց նոր աշխարհակարգ կառուցելու այսպես ասած դակավին հստակ պատկերներ մենք չենք տեսնում, որը շատ վտանգավոր է։ Շատ լավ, տեսեք Ադրբեջանի հետ տնտեսական այս գործակցության դրսևորումներ, ասենք բենզինի ներկրում կամ Ալիևը Դավոսում ասում էր, որ շուտով Հայաստանով էլ բեռներ կգնան, Ադրբեջանով էլ հայկական բեռներ կգնան։ Իշխանությունը ներկայացնում է որպես խաղաղության ցուցիչներից մեկը սահմանում զոհերի բացակայությունը։ Այդ ինչ եք դուք մտածում։ Միգուցե մենք իրոք շատ մեծ հիմքեր ունենք թերահավատ լինելու, պարոն Սեֆիլյան, բայց գուցե խաղաղությունը հենց այսպես է կառուցվում։ Նախ խոսել խաղաղությունից, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, մեղմ ասած adekvat չի։ Ինչ վերաբերում է ուրեմն ասենք տնտեսական ինչ լավ է, որ ճանապարհները բացվում են, ինչ լավ է, որ վարելիքը գալիս է Ադրբեջանի վրայով կամ Ադրբեջանի միջոցով կամ Ադրբեջանից, այստեղ ես Ադրբեջանի այս հանգամանք ավելի շատ կարևորում եմ ոչ թե տնտեսական ադրբեջանցիք ոչ թե տնտեսական խնդիր են լուծում այժմ սկսելու համար։ Նրանք հասկանում են, որ չեն հասցնելու։ Նրանք այս առիթը եւս փորձում են օգտագործել մեր արժանապատվության, ազգային արժանապատվության դրորմանը, որովհետև ինչպես ասել ենք, բազմիցս այժմ եւս կրկնվեմ, որ երբ գործնում ես քո արժանապատվությունը, արդեն քո հետ ինչպես ուզեն գվարվեն։ Ադրբեջանը վերջի տարիներին շատ հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ։ Հայ ազգի մեջից պետք է վերանա արժանապատվությունը։ Եվ այսօր մի քանի վագոն կամ թեկուզ տասնյակ կամ ապակային հարյուրավոր էլ լինի,
այդ վագոնների արգայությունը ոչ այնքան տնտեսական ազդեցություն ունեն այսօր Հայաստանի վրա, այլ ինչպես ասեցի, հոգեբանական եւ մասնավորապես մեր ազգային արժանապատվությունը դրորելու նպատակով։ Ես ինչու եմ ասում, որ հավանականությունը մեծ է, որ այս տնտեսական էքսպանսիայի նաև հերանեկար մեծ հաշվով չեն ունենալու։ Իրենք այո, արագընթաց քայլեր են անում, մենք տեսանք օրինակ այդ բենզինի ներգրման ժամանակները Վրաստանի որոշ չափով ընդդիմանալը, որը մի քանի շաբաթ տևեց։ Թանկ տարիֆներ էր առաջարկում։ Այո, հետո վերացան, հետո մենք շատ ավելի ուշ իմացանք ինչու եղավ այդ ամեն ինչը։ Բարձվում է այն բենզինը, որ այսօր Ադրբեջանից ներգրվում է դեպի Հայաստան, այդ բենզինը իրենք դարիներ առաջ փորձել են արտադրել, հետո իրենց ծերնդու չի եղել շահույթի իմաստով, եւ իրենք այդ տեսակի բենզինը ներգրում են Թրսից։ Շատ հետաքրքրական է ինչու Թրսից ներգրված բենզինը Ադրբեջանից բերում են։ Այստեղ եւս կարծում եմ այս փաստ եւս խոսում է ի օգուտ իմ ասած նպատակի, իրենց կողմից տրված նպատակին։ Այստեղ լավ լուրային է, որ մենք նաեւ դեղեցություն ովքեր հետևում են, գա դեղեցություն, որ փետրվար ամսին ուրեմն Վրաստանում կորձելու է նավթամշակման կորձարանը, որտեղ նաեւ արտադրվելու է բենզին, եւ այդ ժամանակ կարծում եմ շատ ավելի ծերնդու կլինի Հայաստանին Վրաստանից ներգրի բենզին, քան թե Ադրբեջանից։ Ոստի կարծում եմ այս փաստերը եւս խոսում են ի օգուտ իմ այն ասածի, որ որևէ արիթ բաց չթողնելով Թշնամի կողմը փորձում է դրորել հայ ժողովրդի արժանապատվությունը նպատակ ունենալով հերանեկարում Հայաստանը ամբողջությամբ ենթակա դարձնելու ըստ էության Հայաստանի կապիտուլյացիան։ Իրենց նպատակը դա է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը դա է, որին սպասարկում է իրենց կողմից մինչ այսօր պաշտպանված Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, Հայաստանի ուժերը Ադրբեջանի Թուրքիայի համեմատ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլն դրանք ցավոք այս պայդրությամբ անհավասար են, բայց նաեւ մենք տեսնում ենք միջազգային իրադրությունը ուժի գործոնի ընդգծում, առաջ բերում, կիրառում շատ հաճախ եւ պետությունների կողմից այդ ուժի գործոնի հետևանքով ստեղծված իրադրության ընդունում որպես դե ֆակտո իրողություն, ասենք ռուսական զավթումները, ասենք Ուկրաինայի տարածքում կամ Վենեսուելայի նախագահի ձերբակալումը կամ, չգիտեմ, Գրենլանդիայի թեմայով է շատ խառը իրադրությունը։ Այ Հայաստանի շանսը, պարոն Սեֆիլյան, որն է ինչպես անել, որ այն պարագայում, երբ որ դու ուժով ակնհայտորեն հետ ես հիմնական հակառակորդներից, տանուլ չտաս, դա ինչ որ ավելի մեծ խաղացողներ ներգրավումն է, թե դիվանագիտությունը, թե չգիտեմ, խաղացություն կառուցելը, իրական խաղացություն ինչ եք դուք տեսնում։ Ես կարծում եմ քո ասածը գլիներ, եթե Հայաստանի շահերը չհամընկներ Միացյալ Նահանգների շահերին։ Ես վստահ եմ, որ մեծամասամբ համընկնում է այսօր մեր շահերը Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի հետ։ Այստեղ մնում է Հայաստանում Հայաստանից վարվի ամբիսի ճշգրիտ քաղաքականություն, որը սպասարկելու է Հայաստանի շահերը, ինչպես ասեցի, որը ոչ միայն չի հագասում Միացյալ Նահանգների շահերին, նաև համընկնում է, ապա այս տաշնակցությամբ, ռազմավարական այս տաշնակցությամբ մենք կարող ենք մեզի շատ ավելի մեծ ուժերին դիմակայել, շատ բարձ է։ Եվ ինչպես այսօր հակառակ նրան, որ Երևանում մենք տեսնում ենք ինչպիսի իշխանություններ են, որոնք ավելի շատ սպասարկում են թուրքական կողմի շահերը եւ այս ներկայությամբ հանդերձ դակավի մենք տեսնում ենք ռազմավարական շահեր ունեցող Միացյալ Նահանգները ինչպես է պաշտպանում Սյունիքը։ Ուր մնաց եթե Հայաստանում ձևավորվեր մի իշխանություն, որը սպասարկեր Հայաստանի շահերը։ Այդ ժամանակ չէին գունենա նաեւ ասենք վերջի Միրզոյան Ռուբիո հայտնի պայմանավորվածության փոխանցությունը, որտեղ կարծես չէ, վստահ եմ, որ հայկական կողմի խնդրանքով է այնտեղ 10-ից ավելի անգամ ինքնիշխանություն բառն է հիշատակված, դրանով իսկ մատնում են, որ ըստ էության այնտեղ ինքնիշխանության գորուստի լուրջ դարեր գոյություն ունեն։ Միջայլոց այդ հարցի հետ կապված մենք մանրագրգիռ ուսումնասիրում ենք այս օրերին, առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք։ Ի սկզբանե ասում եմ, որ մենք որպես քաղաքական ուժ, որը կարծես թե Հայաստանում առաջինն էր, որը բարձրացնեց, որ Հայաստանի շահերը համընկնում են Միացյալ Նահանգների շահերի հետ ռազմավարական գործընկեր, հավանաբար շատեր են խոսել, սակայն առաջինն էր,
որ քաղաքական ուժերից, որը հստակ նաև մեխանիզմ առաջարկեց, խոսքը վերաբերում է ոչ ՆԱՏՕ անդամ Միացյալ Նահանգների դաշնակից կարգավիճակին հասնելու նպատակը։ Եվ ի սկզբանե ասեմ, որ ինչ տեղի ունեցավ Միրզոյան եւ Ռուբիո հանդիպման արդյունքում ցերկ բերված պայմանավորվածությունը, նախ ասենք, որ դա դակավին պայմանակիր չէ, դա նախ քաղաքական հայտարարություն է, աբակա պայմանակիր վերաբերող դակավին չունի բարեփոխտաբար եւ Փևերը բնականաբար չի բոյկոտում Միացյալ Նահանգների ակտիվությունը մեր ռեգիոնի ներս, Փևերը չի բոյկոտում մասնավորապես Մեղրիում Միացյալ Նահանգների քաղաքական ներկայությունը, որը կանխեց թշնամու, այսպես ասած, նախորոք պլանավորված ռազմական ագրեսիան, այլ Փևերը Միացյալ Նահանգներին պիտի խոսք ուղի ասելով, որ այդ պայմանավորվածությունը պետք է վերանայվի, այնինչ մինչ այժմ ինչ բանակցություններ որ գնացել են, պետք է վերանայվի եւ մենք Փևերը Հայաստանի շահերից ելնելով ունենք առաջարկություններ, թե ինչպիսի տրիպի պայմանավորվածությունը կամ աբակա պայմանակիրը ինչպիսին պետք է լինի, բնականաբար որ զորօրինակ բոլորս նկատել ենք այնտեղ, հիմա չեմ ուզում շատ ավելի խորանալ, բայց մի հանգամանք հիշենք, այնտեղ որտեղ որ հիշատակված է ադրբեջանական կողմը անխոչնդոտ պիտի երթևեկե, սա վստահ եմ, որ իվնաս մեր իշխանության է, կամ նույն հարաբերակցությունը, հա, դոգոսային, որ մեր փաթեթը մեր ցերքում չէ, դա եւս իվնաս Հայաստանի շահերին է։ Ես վստահ եմ, որ ազգային իշխանությունների արգայության դեպքում եւ Հայաստանի շահերը սպասարկող դիվանագետները երբ սկսեն բանակցել Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Նահանգները շատ հանգիստ ընդառաջելու է այդ նրբություններին օգուտ Հայաստանի, որտեղ մենք իրենց ռազմավարական շահերին չենք հակասում։ Շատ լավ, ամփոփենք ինչպես է ԱԺԲ-ն պատրաստվում խորհրդարանական ընտրություններին, դա հունիսի 7-ն է, պարոն Սեֆիլյան, արդեն գիտեք, որ շատ քաղաքական ուժեր հայտարարել են իրենց վարչապետի տեխնացուի մասին, այս մասով դուք ինչ դիրքորոշում ունեք։ Մենք դակավին համառորեն շարունակում ենք ամիսներ առաջ սկսված մեր գործընթացը, այսինքն այն շրջանակները, որոնք ենթակա չեն գործող իշխանությունների եւ նախկին հայտնի նախագահները բացառելով այս շրջանակների մնացած ուժերը, որոնք իրոք ուզում են փոփոխություն, ոչ միայն ցերպազատվեն Փաշինյանից, նաև գասեցնեն, կանխեն այս տրքացման ընթացքը, որ դեղի ունենում երկրեն ներս։ Այս վտանգով մտահոգ քաղաքական շրջանակները պետք է գտնեն մի բանաձև, որի արդյունքում պետք է կոյանա լայն համախմբում եւ այս լայն համախմբումը անշուշտ հերանեկարում նպատակ ունենալով օգտագործելու ընդրություններին որպես մարտավարություն, այսինքն մի համախմբում, որ պիտի այլընտրանք լինի գործող իշխանություններին։ Երբ ժողովուրդը տեսնի այդ ձևավորված այլընտրանքը, ես վստահ եմ, որ իրավիճակ է փոխվելու Հայաստանեն ներս։ Ավելին, մեր առաջարկը այն է, որ դրան հասնել մինչև ընդրությունները։ Մենք ինչքան էլ որ տեսնում ենք, որ շատ բարդ է մեր միտքը առաջ տանելը, բայց մենք դակավին համառորեն փորձում ենք այս օրերին չի երևում մեծամասամբ, փորձում ենք այս դրամապանության շրջանակում հանդիպումներով, շփումներով այս միտքը զարգացնել, ինչու՞ չէ նաև կյանքի կոչել։ Շնորհակալ եմ պարոն Սեֆիլյան զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Ժիրայր Սեֆիլյանին։